Այս շաբաթվա ամենամեծ մամուլային խարդավանքը կապված էր Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրա դեմ մեդիաարշավի առաջամարտիկը ժողովուրդ օրաթերթներ իր 3 հոդվածներով։ Օրաթերթը իր առաջին հոդվածով ուզում էր, որ Քոչարյանը ներողություն խնդրի ոչ միայն վիրավորված Ջեբեջյանից, այլ նաև փոխքաղաքապետ Փամբուխչյանից։ Հետո հիշել էր Քոչարյանի որդիներից մեկի բանակից ազատվելու թեման։ Երրորդ հոդվածով էլ ավետել էր, որ Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են։ Մամուլի միջոցով պատերազմների փորձված Մարտիկ Քոչարյանը այս շաբաթ անցել էր մամուլային հակագրոհի։ Նախ իրավունք թերթում լրիվ պատահական հայտնվեց Քոչարյանի սրտի մի վերնագիր։ Անդրանիկ Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգևորվել է Ալեն Սիմոնյանը, լավ շանս է։ Քոչարյանը մի քիչ էլ պաշտպանվել էր հենց նույն Ալեն Սիմոնյանի զոքանչի թերթի էջերում։ Հրապարակը գրել էր. Քոչարյանի կողմնակիցներն առաջարկելու են քննության առարկա դարձնել իրենց վարքով աչքի ընկած բոլոր падգամավորների վարքը։ Ասենք Ալեն Սիմոնյանի թքելու, Քոչարյանին քննադատող Քրիստինե Պողոսյանի ընդդիմադիր լրագրողի հեռախոսը խլելու եւ վիրավորելու պատմությունները։ Հետաքրքիր է, որ ԿՊ-ից հենց միայն այս երկուսն էին հրապարակայնորեն դատապարտել իրենց թիմակից Քոչարյանին։ Նախորդ մեր թողարկումներից մեկի ժամանակ բացատրել էինք, թե ինչպես էր իրավունքը հոդված գրել իբր Անդրանիկ Քոչարյանի դեմ, բայց իրականում հարվածում էր Ալեն Սիմոնյանին։ Այս շաբաթ արդեն իրավունքը բացահայտ ու անփակույց Անդրանիկ Քոչարյանի կողմից էր։ Իրավունքի այդ հնարքը այս շաբաթ կիրառել էր թերևս հրապարակը, իրենց խմբագրի փեսային փոքրիկ խայթոցով ու Քոչարյանի պաշտպանությամբ։ Այդուհանդերձ այդ հոդվածը Քոչարյանի դեմ էր, քանի որ տաք էր պահում ու շարունակում էր ուռճացնել այնպիսի մի թեմա, որի նման բազմաթիվ այլ թեմաների կողքով բոլորը հաճախ անցել են ու շատ շուտ մոռացել։ Այս շաբաթ մեդիաարշավ էր կազմակերպել նաև գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի դեմ։ Հրապարակը մի շատ բարի բեռնագրի ներքո ինչ որ խայթոցներ էր գրել Հայաստանում զենք արտադրելու շատ լավ գործի դեմ, որն ուզում էր անել այս գործարարը։ Ժողովուրդն էլ արդեն որի-որ շաբաթն է հանգիստ չի տալիս Կասկադի շինարարությունը ստանձնած այս նույն գործարարի իր հերթական խայթող մի հոդված հրապարակելով։ Կասկադի հարցը քննարկվեց դրմփակ իշխանամերձ ճարտարապետներով, կասկածելի գործար։ Ընդհանրապես գործարարներին մամուլում թիրախավորում են երկու դեպքում, երբ դա պետք է նրանց մրցակիցներին կամ երբ մամուլը ուզում է ստանալ գործարարի հատուկ վերաբերմունքն ու քնքշանքը։ Ժողովուրդը թիրախավորել էր բիզնեսմեններից եւս մեկին, երևի վերոհիշյալ նպատակներից որևէ մեկի համար։ Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնում վտանգավոր է աշխատելը եւ անմարդկային պայմաններ են։ Ժողովուրդը շարունակում էր թիրախավորել դատավորներից Վահե Դոլմազյանին, երևի թե Ռուբեն Վարդազարյանի գործի խաթր, եւ նախարարներից Անահիտ Ավենեսյանին, երևի նրա տեղը երազող ԿՊԱ-կան շատ մոտ է ժողովրդի սրտին։ Ի տարբերություն այս թիրախավորումների, ժողովրդի սրտի հերոսը դարձել է Գյումրու ամենահարուստ տեխնատուներից մեկը՝ Վարդան Ղուկասյանը։ Հաստատ անշահախնդիր պայմաններով ժողովուրդը մի հոդված շաբաթվա սկզբում էր ծոնել Վարդան Ղուկասյանին, եւս մեկն է շաբաթվա վերջում։ Առաջինն այս վերնագրով։ Վարդան Ղուկասյանը զայրացնում է ՔՊ-ին, ճնշումներ եւ վիրավորանքներ Գյումրու տեխնատուների հասցեին։ Վերջինն այս վերնագրով։ Քաղաքապետ դառնալու ամենամեծ շանսը Վարդան Ղուկասյանինն է։ Հրապարակ օրաթերթն էլ այս շաբաթ որոշել էր կռվածնել